6 տարի է բարձրաձայնում եք։ Սրանից մեկ ամիս առաջ երբ որ ԱՄՆ նախագահը եկավ եւ կոնկրետ պահանջներ ներկայացրեցիք, հա։ Փաստացի որևէ արդյունք չկա, ով չի աշխատում, ով դուրս չի անում, ոչ մեկն չի աշխատում, ոչ մեկին է պետք չի որ աշխատի։ Պարոն Ղուկասյան, ներողություն եմ խնդրում, մի վարքան առաջ կգնաք։ Առաջ գնամ, լավ։ Պարոն Ղուկասյան, հիմա ձեր ակնկալիքները, որ ոչ մեկ չի աշխատում, օրինակ ԱԱԾ տնօրենի Չէ, պետք է աշխատեմ, չէ, ես չեմ հանդիպել։ Հատկապես նոր տնօրենի ես հանդիպում չեմ ուզում։ Չունեմ, սպասելիք չունեմ։ Չունեմ, հիմա այդ հանձնաժողովի անդամ եմ եղեք, այդ միջգերատեսչականի տեսել եմ, որ ոչ մի բան չկա, մենակ սոցիալական հարցեր է լուծվում, ուրիշ հարց չի լուծվում։ Սա այլ տեղից չի շարժում, այս հանքնիչ հանձնաժողովի անդամ էլ պետք է լինեի, անունս հենց այն ի սկզբանե ծնողների բանով որոշված էր, որ ես պետք է լինեի տեղ, բայց եկավ առաջին նիստը եղավ, ես կի խաբարել չելա, որովհետև նիստ ալնելու, արանքում ակուրատնին սիրուն գեղեցիկ ձևով ֆուկ արին, որովհետև գիտեն, ես չեմ լռելու, ես խոսալու եմ, ես պահանջելու եմ, ես կային երկու հոգի կային, իրանք էլ երկու նիստ գնացել են, երկու նիստ հետո էլ չեն գնացել ու վերջի հանդիպումը որ ստեղ եղավ, որ Անդրանիկ Քոչարյանը եկավ մոտեցավ պատասխանները տվեց, հարց տվեց հենց Անդրանիկ Քոչարյանը ինչի չեք գալին նիստերին, մեր ծնողներից մեկը պարզ հստակ պատասխանեց գայինք ինչ անենք, գայինք կապիկությունները ձեր նայենք։ Հիմա 6 տարի հաստատի ծնողները, այդ թվում նաև լրատվամիջոցները, որոնք պարբերաբար ձեր կողքին են եղել, ձեր յուրաքանչյուր խոսքը տեղ են հասել, 6 տարի հարցերին լուծում կոնկրետ պատասխաններ չկա։ Այսօր ինչ ակնկալիք։ Եթե ինչ էլ կա, եթե ինչ էլ այսօրվա դրությամբ, ասենք այդ դավաճան անձանցից մարդիկ կան, որ այսօր կրում են պատիժ, մեկը հենց էլի անմիջական մեր ծնողների էլի ջանք ու եռանդ նայել է, որ այդ մարդը ստանա իր արժանի պատիժը, թե չէ որ այդ դրան հետևից էլ չեթայինք, էդ էլ չէր ելնելու, իսկ ինչ մնում այս մնացածին տենում ենք, էլի ինչ են արել, ումն են արել, այս դավաճանները այսօր ասենք այնտեղ դավաճանել են, այսօր եկել են պաշտոններ են զբաղեցնում, չէ ես ಅದներ ոնց կարամ տամ, ես գիտեմ, բայց ես չեմ կարող, այտենց բարձրաստիճան սպայական կազմը Արցախի պաշտպանության բանակի։ Ջալալ Հարությունյանը Վարդաշեն։ Ջալալ Հարությունյանը դատվել է մի դրվագով։ Մի դրվագով։ Օլուչ ով է դել դատվել։ Ով է, թող մեկն ու մեկին ցույց տան ով է դատվել։ Ես չեմ իմանում։ Լավ, դուք ի վերջո պարոն Ղուկասյան, 6 տարի շարունակ ծնողների շատերը հասկացել են, որ իրենք խաբված են։ Դուք ումից եք փախված եւ Նիկոլ Փաշինյանի իշխանությունից ինչ ակնկալիք։ Ոչ մի ակնկալիք չունեմ, ոչ Նիկոլի իշխանությունից, ոչ էլ դիմությունից չունեմ, որտեղ 6 տարի տեսել եմ, որ ոչ մեկն ոչ մի բան չի անում։ Հիմա հարց, այսքան տարի էլ սպասել ենք այս քննիչ հանձնաժողովի եզրակացությանը։ Մեզի խոստացել են, որ եզրակացությունն ելնելու է, մեզ ասելու են, մենք իմանալու ենք այդ ամեն ինչի մեղավորները ովքեր են, ու իրանք ստանալու են իրանց պատիժը։ Ինչ եղավ 25 թվականի սեպտեմբերին զեկու աշխատանքը հայտարարեցին ավարտված, էլի ենք սպասում, որ ինքն էր խոստացավ, ասեց անպայման մենք զեկույցը կանոն։ Արեց չարեց, հետո իմանում ենք 2 ամիս վրենացնում է, հոպ առանց ոչ մի խաբարի գնացել է ազգային ժողով, արխիվացվել է, գաղտնիազարդվել է ու վсё, պերս։ Այդ ինչ է նշանակում, ես այդ եմ ուզում հասկանամ, հարգելիներս, այսքան տարի մենք սպասել ենք, որ իմանանք ով էր մեղավորը, մեր երեխեքի, մեր տղեկի զոհվելու մեղավորն է, իմ աղբոր, ես ուրիշինը չեմ խոսում։ Իմ աղբերը, որ զոհվել է այդ բարդակը, որ տիրել անդե, ում մեղավորությունն է եղել այդ բարդակը, էդի զինվորը չէր էլի այդ բարդակ շինողը, այդ բարդակ շինողը իրաց հրամանատարներն էին։ Այս 6 տարիների ընթացքում դուք այդ հարցի պատասխանը Չէ, չենք ստացել։ Չենք ստացել, ինչ են ասել, այսքան վաղ ինչ են ասել, թող մեկն ու մեկին ասեն, այս ինչը դատվել է, այս ինչ գործողությունները սխալ կառավարելու կամ այս ինչ գործողությունները սխալ մարտավարություն անելու պատճառով, որը բերել ասենք այսքան զոհի, այսքան վիրավորի, այսքան անհետ կորածների հետևանքը դա է։ Մի հատ գործ են էնել էլի իմ քանի անգամ բազմաթիվ էլ ասում եք անուն եմ տալի, Արուստամյան Կարեն անուն եմ տալի։ Անուն էիք ուզում, բաժալստը, մինչև ենքան ասեցի, նոր գործը հարուցեցին, մինչև հարուցեցին Արուստամյան Կարենը փախած արդեն։ Ձեր գործողությունները ինչ են։ Ցավը տանեմ, չէ, հիմա այդ մենակ Արուստամյան Կարենով չէ պրծնում է, լիքը կան, այս վերևից ներքև կան լիքն են,
Թող հիմա քնի հանձնաժողովի բա գործը ո՞րն է ել։ Ուզում դուք էլ ինձ ասեք, ես եմ չեմ հասկանում։ Քնի հանձնաժողովը ի՞նչն էր քննում։ Պատերազմի հետևանքները։ Այդ հետևանքներն ասեն ինչ եղավ, խիելավ ու մեղքով եղավ։ Ուրիշ ավել բան չենք ուզում։ Հիմա հավիճուտ չենք տվել, տղեկ ենք տվել, կարգին տղեկ, առուս տղեկ, որ իրանց այդ 18-20 տարեկան հալներով 44 օր 3 բանակի դեմ կռիվ են տվել, որ այսօր մեզ էլի փորձում են պատերազմով վախեցնել, պատերազմ եք ուզում մենք այն պատերազմը կկրեինք, եթե տղեկին չդավաճանեին։ Այդ տղեկը, որ այդքան 1500 հոգանոց Ջաբրայելի զորամասի վրա 10,000 հոգի զորք այկ, 2 կորպուս, 84 միավոր զրատեխնիկա, նայեք քանիսն է խոցվել, ինչքան զոհեր են տվել, այդ տղեկն են կռվել։ Հիմա էլ պատերազմ եք ուզում, պատերազմով ես ահտալի, ես չեմ ուզում պատերազմ։ Ես այդ պատերազմից ուժասն եմ։ Ես եմ հարազատ Կորցետանից 2 հոգի, ես չեմ ուզում, բայց չեմ էլ, եթե լինի հարցը ընտրության առաջ կայնելու, ասենք զենքը ձեռդ պատվով մեռնես, թե եթաս տունդ քո համար նստես, թուրքը գա տանդ մեջ ընտանիքիդ վիզը կդրի, չէ ախպեր, ավելի լավ է զենքը ձեռս մեռնեմ։ Թուրքի դեմ ինչա, բա էդի չի տանում։ Այսօր ասում եք իշխանություն, չգիտեմ, ինչ սպասեմ սրանցից, որ հեսա 500,000 թուրք գալու է լցվի Հայաստան, այդ սպասեմ, դե հիմա այդ ամեն ինչի տեսնում եմ, տվեք մեզ դավաճանների անունը, արեք մի հատ մեր բաղչենք, խախտնենք, մեր մոլախոտը հանենք, վերացնենք, մեր բաղչեն սարքենք մաքուր անարատ բաղչա, նոր հետո անցնենք այն մնացած հարցերին։ Հələ մեր մեջի դավաճանները շնից շատ են գելից քիչ։ Ընդ վաղը կռիվելով էլի կպարտվենք, բա ինչ կանենք 1000 հատ դավաճան կալը մեջներս։